Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցել եմ Հայաստան Դաշինքի ցուցակով падգամավորի թեկնածու Մանուել Մանուկյանի հետ։ Բարև ձեզ Մանուել։ Բարև ձեզ։ Երեք երկրորդ նախագահը հարցազրույց տվեց հանրային հեռուստաընկերությանը, իմ կողմից շատ սիրված, բայց հայր այսպես փոխադարձաբար այդ սերը չզգացած Պետրոս Ղազարյանին։ Ինչպես եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի պատասխանները եւ Պետրոս Ղազարյանի հարցերը, արդյոք դրանք անաչառ էին եւ արդյոք Պետրոս Ղազարյանը այդ նույն անաչառությամբ է հարցազրույց անում ԿՊԱ-ականների հետ։ Տեսեք, ես կարծում եմ Պետրոս Ղազարյանը վերջին տարիների ընթացքում չէր ունեցել այդպիսի լուրջ մարդ, որի հետ կապված այդպիսի լուրջ հարցազրույց ունենար։ Իհարկե նա ամեն կերպ փորձում էր անլրջացնել, ավելի մանր հարցեր ուղղել, ոչ ավելի կարևոր, ոչ ավելի մեծ նշանակություն ունեցող, սակայն Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց շատ ավելի բարձր դիրքերից, շատ ավելի հստակ եւ շատ ավելի հիմնավորված փորձառու քաղաքական գործչին վայել եւ որը եւ ես տրամաբանական էի համարում եւ այդպես էլ սպասում էի, որովհետեւ փորձը եւ տարիների կյանքը դա արդեն տվել են նրան եւ նա կարողանում է այդ հարցազրույցները այդպես ներկայացնել եւ այդպես պատասխանել։ Շատ հարցեր կային, որոնք կարելի էր ավելի մանրանալ, ավելի մանր ձևով եւ ավելի հիմնավոր ձևով ներկայացնել եւ հանրությանը եւ Պետրոս Ղազարյանի, սակայն հաշվի առնելով եւ ժամանակի քիչ լինելը եւ չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը, կարծում եմ դրա համար նա այդպես կարճ կոնկրետ ձևով էր պատասխանում։ Բայց տպավորություն չկար, որ Պետրոս Ղազարյանը այս անգամ այսպես ասած բաներ էր ասում զուտ ասած լինելու համար։ Տպավորություն կար, որ Պետրոս Ղազարյանը եւս հասկացել էր, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից չի ընտրվելու։ Իմ մոտ այդպիսի տպավորություն ստեղծվեց ինչ որ մի պահ եւ միգուցե Պետրոս Ղազարյանը եւս ինչ որ կասկածներ ունի արդեն եւ կարծում եմ նա նաեւ պետք է ինչ որտեղ բավարարեր Նիկոլ Փաշինյանից պահանջները, դրա համար մի շարք հարցեր նաեւ տալիս էր Նիկոլ Փաշինյանից պահանջներով։ Հասկանալի է։ Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին, նրանց քարոզարշավին միացել են մի քանի կատեգորիայի մարդիկ՝ Թութու Լավան, Արտիշոպի Հովոն, ես այս մարդկանց այդպես չեմ ճանաչում, չգիտեմ նրանք ինչ, նո այնքանով որքանով, հա, պատահել են, եւ Մգեր Արմենյան։ Ինչպես եք վերաբերվում այս մարդկանց եւ ձեր կարծիքով ինչ հանրային հեղինակություն ունեն նրանք, որը կարող են իրենք օգտագործել հօգուտ ԿՊ-ի։ Տեսեք, ես մինչև սրանց միանալը եթերներ էի անում եւ զգուշացնում, ասում էի տիկտոկերներ եւ ի նկատի ունեի հենց սրանց նմանների։ Հա, մեկ էլ Գյորգիքսին մոռացա։ Եվ ինքս գիտեի, որ նրանք նախապատրաստում են սրանց, որպեսզի գան եւ իրենց իսկ տիկտոկյան, հատկապես տիկտոկյան եմ շեշտում, որտեղ սրանք շատ ավելի ակտիվ են տիկտոկյան հարթակում, իսկ Նիկոլ Փաշինյանից վիճակը տիկտոկում շատ ծանր է, քանի որ Facebook-ում իրենք տարիներ շարունակ ֆեյքերով դիրքավորված են եղել։ Հիմա սրանց նմանները TikTok-ում տարբեր կոնտենտներ են աճեցրել եւ Նիկոլ Փաշինյանին պատրաստի այդ կոնտենտները փորձում են դնեն իրանց գրպանը, սրանց գլխավորությամբ այս չծառայած դասալիկ լեզվներին մենակ տվող, այդ նույն այդ դրանց հարցրեք ասեք արա թութու լավա, կռիվ եղավ 44 օր։ Կինդ չասեց թութու լավա, մի տղամարդ էլ դու ես, բանման չունես անելու։ Թե ձերը մենակ լափել, նկարել, գցել նա, խնջույքներ անել նա, գովազդ անել, փող աշխատել նա, այս երկիրը ձեր համար կամ ասենց գաք ես քարոզ արշավների ժամանակ PR միառ անեք սրա նրա։ Բա տղա էիք, տղամարդ էիք, գայք զենք վերցնեիք, գայք մի հատ զինվորի կողքին կանգնեիք, մի լավ բան անեիք այս երկրի հողի համար։ Ձերը մենակ էտա, հա, այսինքն մենք
հազարավոր նվիրյալ տղեր կռվեն, արուն թափեն, բան անեն, դուք էլ այսօր լափեք, նկարեք, գցեք TikTok, գնաք Նիկոլի խոզ ուտելը, նկարեք, գցեք TikTok, հա։ Էտա ձեր գործառույթը, հա։ Ու մի հատ է մարդկանց համոզեք, որ Ադրբեջանի դեմը կզած Նիկոլը լավ մարդ է, հասկանում եք։ Խաղաղություն պիտի բերի մի մարդ, որը սարսափում է Ալիևից, սա զավեշտ է, հասկանում եք, իրենց թիմը, ասենց ծերից ծեր, ինչ ասի Նիկոլը պիտի անեն, այդ բլոգերներից էլ սկսած, որ ասում են անկախություն, ժողովրդավարություն և չգիտեմ ինչ, Նիկոլը, որ վաղ առավոտ հելնի ասի քակ ուտելը կներեք ժողովուրդ ջան, ճիշտ բան է, եթե իրա թիմի 99.9%-ը նույն բանը չհամոզի ժողովրդին, ասեք ամոթ քեզ։ Նիկոլը գոռում ասում է, ինչի չեք զոհվե, ինչի չեք զոհվե, էշություն է, չի ասում։ Համարենք շիզոֆրենիկա, պայ ազդեցության տակ, հիստերիայի մեջ անկի ասելա, չէ։ Նայա այդպիսին, բան նրա ՊՆ նախարարը, բան նրա առողջապահության նախարարը, Նույնը որ ՊՆ նախարարն էր ասում։ Նույնը դե բառացիորեն իրա սաղ թիմերը հիմա պիտի Նիկոլի էշությունները կարանան ժողովրդին ապացուցեն, որ դրա մեջ ինչ որ ճշմարտություն կա։ Սուրեն Պապիկյան, արա դու ինչի չես զոհվե։ ՔՊ-ից քանի օքյա զոհվե։ Այդ ինչի պիտի ուրիշները զոհվեն։ Դուք որ ես երկրի պատասխանատուներն եք, ոչ զոհվել եք, ոչ վիրավորվել եք։ Ասենք մարդ ինչքան անբարոյական պիտի լինի։ Կանգնի հարտակից ՊՆ նախարար ալով այս նույն բանը փորձի կրկնել։ Գոնե կանգնեն ասեն հա Նիկոլն է, էշ ա եղել, ներվայնացած ա եղել, էշություն ա դուրս տվել, չի հասկացել։ Մի ամբողջ ազգի պիտի համոզեն, որ Նիկոլի էշությունները ճիշտ է։ Խնդրեմ, մտեղ թիմ տենում եք դուք էլ։ Դրանք հպատակ են, ստրուկ, Նիկոլի ստրուկներն են։ Փակ դռների հետևում դուք պատկերացնում եք Նիկոլը դրանց ինչ է անում հիմա։ Որը տենց առողջապահության նախարարը կողքը կանգնած ինչ ասում է գլու միջ մի հատ կին ես կողքից հերի ասա պարոն Փաշինյանը նկայնի հանգիստ կինա դեմդ այդ ոնց ես քաշում այդ կնոջ թևից վերջի վերջո մեկը չկա թևից քաշի են ախրանիկներից գոնե ասի Նիկոլ շիզոֆրենիա բռնել է հանգստացի մի հատ խայտարակ ես անում կան այդտեղ չունի տենց մի երկու հոգի չի կարում դնի իրան զսպող Չկան, չէ։ Մենակ Աննան ա եղել, Աննան էլ չկա այսօր, վсё, ինչ ուզում անում է։ Այ Աննան կարում էր, վախտին Աննան կարում էր, որ այդ շիզոֆրենիկ նոպաները բռնում էր, Աննան դեմը առնում էր։ Դեմը առել է, քանի անգամ դեղերն է հասցրել, չգիտեմ ինչեր էր արել, եղել են դեպքեր։ Մարդիկ պատահական չէին ասում, Աննա դեղերը հասցրու։ Դե հիմա խի դեղերը չի հասցնում, ես էդի չէ, ինչա կապ է այդ գժին ազգի ջանին, ինչա ուզում ես ազգից, ինչ են ուզում ես ժողովրդից, ես չէ, այսօր էլ տենամ խոզ ա ուտում, սա խոզին, դրել են սեղանին կաշին, սենց հասկանում ես սա ոգրամոլության ինչ տիպա եկյա, հալա վրա կերիք, այդ ինչ եք նկարում, այ մազոխիստներ։ էփեք գոնե նոր կերեք։ Սաղլամ խոզին դրել են ուտում են հայրենու պես։ Արա սա ուղակի աբսուրդ է, ես Աստված ցույց ա տալիս մեր ազգին որ ժողովուրդ նայեք ես ինչ անում, ձեր երեխեքին էլ ա սենց ուտելու, բյուջեն էլ ա տենց ուտում, երկրի հողերն էլ ա տենց ուտում, միթե չեք հասկանում։ Սրանք հվե տվողը պտի հասկանա, պտի նայի ես տեսանյութերը, ինչի զոհվածի աղջիկը իրան հանդիպավ մետրոյում, զոհվածի քուրա հանդիպում, այն տղերքը այնտեղից նշան են տալիս իրանց հարազատների, բարեկամների միջոցով, որ արա էս կենթանին ա նայեք անգամ զոհվածի քրոջ հետ ոնց ա խոսում, զոհվածի աղջկա հետ ոնց ա խոսում, այդ տղերքը վերջի վերջո նվիրյալներ են եղել, չէ, այս ապրողների վրա են կարում պիտակ կպցնեն, բա այդքան զոհված տղերքը պատասխան պտի տան այդ անմեղ այրուն թափած տղերքի հոգիները հանգիստ չեն տալու, ես չեմ հավատում, որ սրանք հանգիստ են գտնելու,
Այս կյանքում, այս կյանքից հետո սարսափելի ձևով պատասխան պետք է տան։ Դու պատկերացնում ես այդ առաջնագծում ամիսներով ինչ զրկանքներով են մարդիկ այդ հողերը ազատագրել։ Տարիներով ցրտին, անձրևին, հայեր չծառայած դասալիկներին ես ինչքան բացատրեմ։ Սրանք շատ գիտեն այդ խրամատ պայելն ինչ բան է, հող պայելն ինչ բան է, հող ազատագրելն ինչ բան է, որ մի օր չի ծառայե, զենքը չի գծե ուսին, խրամատ չի կանգնե, ցրտին սմեն չի փակե, չի զգացե գիշերվա 3-ին պոստ հելնելու ցավը, զրկանքը, նա որտեղից հասկանա ես ինչ եմ խոսում, ինչ եմ ասում։ Այդ համար ազգին ասում եմ, ընտրեք ընենց առաջնորդ, որը ձեր զինվորի, ձեր խրամատ պահողի ցավը հասկանա, իմանա ինչա պետք։ Բայց ասում են, որ Ռուսաստանն է շահագրգռված այս ընտրություններում եւ ընդդիմությանը Ռուսաստանն է աջակցում եւ եթե ուզում են Ռուսաստանից անկախություն ձեռք բերել, պետք է գնան եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Գոյրուն ջան, ես այդ խաղեր մաղերը չգիտեմ, ես պարզ ուղիղ քաղաքականության մեջ էլ ուղիղ մեր ազգի հետ խոսում եմ ու ասում եմ, Ռուսաստանը դա Հայաստանի գլխավոր շահն է։ Հայաստանը Ռուսաստանին ասել, որ Ռուսաստանը ով է, Ռուսաստանը մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է, այն հրապարակ հանած, այն Viber-ով զակած տված ռոբոտներով իրանք չեն կարողանալու 90 միլիոնանոց Թուրքիայի զսպեն։ Հասկանում եք։ Ու այսօրվա կապը Արման Բաբաջանյանն է գալու կռվի, Ստյոպիկն է գալու, Նիկոլն ու իր թուրլեկն են գալու կռվի եղելա ես տեսել եմ։ Իրանք գալու են Թուրքին զսպեն, որ հարձակվի, զսպող տղային թող գնա ջերմուկից, Հայաստանի սուվերեն տարածք, Արցախից հրաժարվել են, ջերմուկից թող գնան դե հանեն Թուրքի զորքը։ Բայց կապիկ են, այս ազգն է ժողովուրդը պետք է հասկանա, բերին ընդդիմությունն է բերե Զելենսկուն Հայաստան ասե հելի, Պուտինի դեմ բան խոսա։ Ինչի բերին ընտրության բերան Ֆրանսիացուն, Զելենսկուն, փխի բերեցին, ասում է ընդդիմությանն էլ, պարզ է, որ եթե ընդդիմությունը չի խոսում ռուսների դեմ, այսինքն հակառուսական քարոզ չի անում, ռուսներին ձեռք պետք է տա, ոչ թե ընդդիմությունն է դա ռուսներին ասե, այ ռուսները իրենց շահն են նայում։ Եթե դու պետք է այսօր կործանես մի ամբողջ ազգի շահ, որի հետ նաև համընկնում է ռուսների շահը, ինչի համար է համընկնում, որովհետև եթե Թուրքիան այստեղ վերցրեց այս տարածքները, Ռուսաստանի համար դա լավ չի լինելու։ Իսկ իրենց ամբողջ նպատակը այն է, որ հային օկեն ռուսից մտնեն Թուրքի տակ։ Սա է ամբողջ խնդրեմը։ Այստեղ է այդ մեխը, որ խաբում են մեր ժողովրդին, կեղծ իդեալական անկախության թեզերով կերակրում են, բայց բառիս ուղիղ իմաստով սարքում են Թուրքի ստրուկ։ Եթե իրենք անկախությունից են խոսում, ինչ են Ալիևի պահանջով, մեր երկրի չափ երկրի ղեկավարի պահանջով փոխում մեր երկրի սահմանադրությունը, դե թող բացատրություն տան։ Ռուսաստանը կյանքում գերտերություն հալով մեզ թույլ տվել է պարտադրի փոխել մեր սահմանադրությունը, հարձակում գործել մեր եկեղեցու դեմ, որ այդքան հզոր պետություն է, իրան կյանքում այդպես բաներ թույլ չի տվել։ Իսկ այս սրանք դա անում են, հասկանում ես, թուրքերը հələ չմտած, դե պատկերացրա Ռուսաստանի չափ էս երկրի մեջ մտած լինեին թուրքերը, այսօր հայերին ինչ էին անելու, ինչ օրն էին գցելու։ Եվ մեր ազգը կարծում եմ, որ պետք է սա գիտակցի, հենա փակել են սահմանը, բա եթե դու գնում ես իր թշնամիների հետ ընկերություն անելու, ասում ես ես գնում եմ դեպի Եվրոպա, ինքն էլ քեզ վերաբերվելու է ճուժոյ ազգի պես, որ այդ հետևանքները զգաս։ Մարտը 5 անգամ Պուտինը կանգնավ ասում է խելոք մնացեք։ Նիկոլին կանչեց, Նիկոլի ներկայությամբ զգուշացրեց ամբողջ հայ ազգին, որ տեսեք ձեզ ժողովուրդ, հայեր, ընդ Նիկոլը կապ չուներ էլես վերջին հանդիպման ժամանակ։ Պուտինը ուղիղ հայ ժողովրդին զգուշացրեց։ Ասեց ժողովուրդ, էսի չխոլա, բայց ես ձեզ որպես հայ հարգում եմ։ Պուտինի վերջի հարցազրույցը դա է միտքը եղել։ Ես ձեզ հարգում եմ,
Ես ձեզ սիրում եմ, տեսեք սրա պատճառով դուք ելեք ձեր որոշումը կայացրեք։ Վաղը որ գազը թանկացնեմ, սահմանները փակեմ, չելնեք ասեք Պուտին, խես էսի անում մեր հանդեպ, խես մեզ վատություն անում։ Այդ մարդը մեզ այդ հասկացրեց։ Հիմա եթե մարդիկ իրանց անհասկացողի տեղ են դնում, գծում են, ասում են, այդ ընդդիմությունն հետով դառա որ կարանա գերտերության Ռուսաստանին բան թելադրի։ Մարդ մի քիչ պետք է լոգիկա ունենա։ Ռուսաստանը հսկա աշխարհին թելադրող պետությունն է, նա իր պետական շահ բռնած գնում է, հազարատ ասենց ընդդիմություն էլ լինի, Ռուսաստանին բան չի կարա թելադրի։ Էդի մենակ են պրիմիտիվ զրույցների մեջ ատենց Ռուսաստանը իր շահն է նայում, իսկ Ռուսաստանի ու մեր շահը շատ տեղեր համընկնում են իրար հետ։ Եվ այդ շահն է կորցրել Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքում մենք այս իրավիճակում ենք հայտնվել։ Երբ որ կանգնում է քո երկրի ղեկավարը հրաժարվում է քո հողերից, ոնց որ դու քո սեփականության համար չկռվես, զանգես այն ամենամոտ ընկերոջդ, ասես արի կռվի, իմ տան համար արի դու կռվի, ես կողքից նայեմ։ Չի ասի ամենամոտ ընկերը, տարա կավա դու լավ չես։ Կավա ջոգելես ես քո չմոն եմ ով եմ։ Ես կռվեմ դու նայես, հա։ Ես գամ քեզ պաշտպանեմ, դու ինձ քրֆես։ Քո ժողովուրդը ինձ հայոյի։ Հասկանում ես, այս սպարս տրամաբանությունը, որ այն օրը Պետրոսն էլ Ռոբերտ Քոչարյանին ասում էր, ռուսները սենց, ռուսները նենց, արա դու ով ես, որ եկել ես ռուսների հետ ասենց դրել ես, ոնց որ ռուսները մի հատ ասենց լակոտ են, էլի ինչ ուզես, ոնց ուզես պետք է անեն։ Հələ մտածես հաշիվ տվեք, հասկացեք գերտերության հետ գործ ունեք, ձեր չափը, ձեր տեղը իմացեք, այտենց մեծաբերանություն արեցին, որ մեր ազգին գցեցին այդ մեծ ազգերի աշկից։ Մեծաբերանավարի ասին մենք պետք է որոշենք ոնց ուզենք կանենք։ Ռուսաստանը որ գերտերություն է, հələ նայեք միջուկային զենք ունի, էս ունի, այն ունի, կյանքում այտենց մեծաբերանություն չի անում։ Իրա չափի մեջ է խոսում, իրա տեղն է խոսում, հաշվետվություն է ներկայացնում աշխարհին, մեծ Իրանից ավելի մեծ պետություններին, արդարությամբ է փորձում առաջնորդվի, չէ, որ միջուկային զենք ունեցող պետություն է։ Այդ պետության ղեկավարը մեր պետության ղեկավարի չափ մեծ չի խոսում։ Հասկանում եք, սա պրոբլեմա, սա է բերում մեզ կործանման։ Այս մեծաբերաններն են մեզ տանում կործանման։ Մենք մեծաբերան ազգ չենք։ Մենք հպարտ գոռալով ֆռում էր, ոնց որ աշխարհի տերը ինքն էր 2018-ից հետո։ Հիմա էլ Ալիևի չոկերի դեմը կզել է։ Բա մեծաբերանների վերջը է տա լինում, Կոյրուն ջան, մարդ պետք է մի քիչ իր չափը, տեղը, դիրքը իմանա, հասկանա, ինչ պետությունների հետ գործ ունի, ինչքան ուժ ունի, ում հետ ոնց խոսա։ Սենց բան, մեծ, հա, Զելենսկին էլ է խոսում, Սաակաշվիլին էլ էր վախտին խոսում, բա ուր են։ Այս սրա վերջն էլ կտենակ ուր է լինելու։ Սենց երկակի խաղեր է խաղում, հսկա պետությունների մեջ մտելա ժուլիկի պես աչ ու ձախ անում, ջոգելա ինքը տենց շատ շուստրի է։ Չգիտեմ, կտենանք։ Շատ լավ, ասում եմ վերջը բարի լինի, հետևենք պրոցեսներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։